Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արկմենիկ Տիկողոսյանն եմ։ Օգոստոսի 31-ին լրացավ մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկի Հենրիկ Էդոյանի ծննդյան 85-ամյակը եւ դա բնականաբար ուղեկցվեց տարբեր միջոցառումներով, երևի հոբելյանական քեֆով, բայց գրական աշխարհի համար շատ կարևոր է, որ նման հոբելյանները ուղեկցվեն նաև գիտական անդրադարձներով, ոչ միայն հոդվածներով, չգիտեմ, հաղորդումներով, այլ նաև ավելի ծանրակշիռ մենագրությունների հրատարակմամբ եւ բարեբախտություն է, որ այդ մենագրությունը հրատարակվել է Սուրեն Աբրահամյանի Հենրիկ Էդոյան Խոսքն իմ հենարանն է մենագրությունն է լույս տեսել, որի շուրջ այսօր կզրուցենք հեղինակի հետ։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Սա կարծես թե հին, լավ, բարի ավանդույթների վերականգնում է։ Ես հիշում եմ ինչքան էլ ասեն սովետական անցյալ, սովետական գիտություն, բայց այդ շրջանի գրականագիտության մեջ լավ ավանդույթ կար, Սուրեն Աղաբաբյանից սկսած, այնտեղ Թամրազյան, Սարինյան, որևէ կարևոր նշանավոր գրողի հոբելյան օգտագործում էր նաև նրա կյանքն ու գործունեությունը, ստեղծագործությունը մենագրությամբ ամփոփելու, հա, գանք այս առումով ամենակարևոր կետին արժեբանական, որի շուրջ սովորաբար սիրում են քննարկել մեր ժամանակակիցները, արդյոք Հենրիկ Էդոյանը այն բանաստեղծն է, որի շուրջ հասունացել էր գրել մենագրություն։ Հարցն այն է, եթե Էդոյանի մասին ենք խոսում, ապա հետսևական շրջանի մեր գրականության ընթացքը, գրապատմական ընթացքը պայմանավորված է մի քանի անհատներով, որոնցից ամենանշանակալներից մեկը հենց Հենրիկ Էդոյանն է եւ խոսել Հենրիկ Էդոյանի մասին առասարակ նույնն է խոսել մեր գրականության մի ամբողջ պատմաշրջանի վերջին կեսդարյա շրջանի մոտ 60 կեսդարյա շրջանի լավ առնվազն կեսդարյա շրջանի եւ Էդոյանով է պայմանավորված նաեւ 60-ականներին ձևավորված գրական ուղղություններից մեկը, որը գրական առումով քննված է այս գրքում եւ երևի թե այսպես ասեմ, սա մի վերլուծության ասենք խնդիր է, որը ներսից է արվում, այսինքն Էդոյանի պոեզիայի աշխարհայացության, պոետիկայի, լեզվի աշխարհընկալման խնդիրը հիմնարար հարց է, որը նաև մեր գրականության, մեր պոեզիայի պատմության հիմնարար հարցերից մեկն է։ Սուրեն մի հետաքրքիր երևույթ կա Էդոյանի պոեզիայում, սրա շուրջ նաև իր հետ եմ խոսել, կարծեմ մենք նաև բանավոր զրուցել ենք այդ մասին, տես իր մուտքից սկսած 60-ականների վերջ, առաջին գիրքը անդրադարձությունները եւ մինչեւ այսօր իր վերջին գիրքը, որոնք դու վերլուծում ես, ես շատ կդժվարանամ այդ ամբողջ պաշարը, հա, ունենալով աչքի առաջ այդ բոլոր բանաստեղծությունները, այդ բանաստեղծներում արկա մոտեցումները, հա, քայլերը պոետական, շատ կդժվարանամ Էդոյանի պարագայում այսպես շրջափուլային իրողություններ առանձնացնել, հա, ինձ համար միակ հենակետը լինելու է նրա այս ժողովածուն, որ թվականին է լույս տեսել, այս մյուսը, որ թվականին, այս մյուսը, որ թվականին, որովհետև այն բացառիկ բանաստեղծներից է Էդոյանը, որի ստեղծագործությունը, այսպես ասեմ, էլի կապիտալ այսպես վերանորոգումների երբեք չի ենթարկվել, հա, կատեգորիկ փոփոխություններ, աշխարհայացքների փոփոխություն, ինչ որ պոետիկայի փոփոխություն, այս կայունությունը 60 թվականից մինչև 2025 թվական չի դժվարացնում գրականագետի վերլուծողի գործը։ Գիտեք, հարցը ուրիշ կերպ երևի դրվի։ Ասենք հետևյալն է հարցը, որ այս գրական սերունդը հետսևական շրջանի, այսինքն եթե 50-60-ականների պոեզիան մեր գրականությունը հետչարության շրջանի այդ անկումից ճգնաժամից դուրս բերելն է 60, այսինքն նրանց ընկալումը, առհասարակ ընկալումը 50-60-ականները, դա այսպես ասած հայրենիքը պոեզիան է, հայրենիքի ճակատագիրը եւ պոեզիայի ճակատագիրը նույնական է։ Եվ 60-ականներին այս նոր սերունդը, որը գալիս է եւ պարադոքսալ մի բան, եթե նայեք խորհրդային ժողովուրդների պատմությունը, մեր գրականությունը երևի այսպես առաջնակարգ գրականություններից մեկն է, որը ճեղքում է այդ երկաթևարակույրը եւ այն ինչ որ 20-րդ դարասկզբին ընդհատվել էր Տերյանով եւ հետո Չարենցով, այսինքն 37-ով, այսինքն խորհրդային այսպես պարտադրանքով վերականգնվում է, այսինքն սրանք գալիս են եւ եթե մենք անուններով խոսենք ձևավորելով նոր հետսևական շրջանի, իհարկե սևակը հանուն եւ ընդեմ ռեալիզմի նախահեմքերի հոդվածով բացում է այդ ճանապարհը, այսինքն այդ փակվարակույրից դուրս հանելու մեր պոեզիան, այսինքն որի բոյբուսաթը լինի համաշխարհայինի չափ,
այդպես է ասում, եւ այդ բոյբուսաթը ձևավորեց բերեց անհատականություններ, որոնք հարցը դրեցին պոեզիայի գենետիկայի քննության հարցը։ Պոեզիա, եթե 20-րդ դարաշրջանին կարող ես ասել ինչ է պոեզիան եւ ինչպես է սահմանում Տերյանը, Չարենցը եւ հետագայում ասենք սրանք պարզապես դնում են պոեզիայի գենետիկայի հարցը եւ այն ինչ որ դուք ասում եք պարադոքսալ է, որ թվում է թե փակամակարգը եւ դրա ներսում տեսնում ես Էդոյանի նույնը եւ չփոխվող, բայց հարցն այն է որ փոխվող է ինչպես էլի, այ եւ ահա խնդիրը քանի որ դուք շատ մեծ եք դնում, այսինքն այդ ամբողջ մի պատմաշրջանի գրականության վերլուծության հարցը, որը ես կարծում եմ արել եմ։ Արել ես, բայց տես մյուս պոետների մոտ այդ փոփոխությունները կարելի է ֆիքսել։ Չէ, օրինակ կա փոփոխությունները նույնը, այսպես կա 60-ականների Հովհաննես Գրիգորյան, այսինքն շրջվում է, շրջանդարձ է կատարվում հետսևական շրջանում, որ պոեզիան է հայրենիքը։ Այսինքն պոեզիայի հայրենիքի որոնման եւ ահա բառի որոնման գաղափարը։ Եթե Հովհաննես Գրիգորյանը դնում էր բանաստեղծության անհետացման, այսինքն բանաստեղծության քայքայում նրա ապոետիկ սկիզբը եւ Դավիթ Հովհաննեսն էլ ասում է թե պոեզիան այն է ինչ պոեզիա չէ, Էդոյանը այդ այսպես ասենք ուրեմն նորի այդ հնի դեմ բանավեճը իր բանավեճը ուղղում է այսպես ասենք զուտ բառի տեսությամբ, որը ունի աստիճանավորում զարգացման process եւ ներքին պատմաշրջաններ եւ եթե Էդոյանը բառի մետաֆիզիկական նախահիմքից այսինքն անդրադարձություններ կենտրոնը բառն է եւ այդ բառի գենետիկայի վերլուծությունը, բառի գենետիկայի քննությունը զուտ պոետական առումով, պոետիկայի առումով չափազանց խորն է, երկու ուղղություններն էլ ապոետիկ սկիզբը եւ բառի հավասարակշռության այդ գաղափարը, որը բերում է Էդոյանը, ունի իր բացատրությունը, ունի իր մեկնաբանությունը։ Տեսեք, քանի որ խոսում ենք Էդոյանի մասին ասեմ հետեւել ինչ է նշանակում բառի հավասարակշռություն։ Էդոյանի պոեզիայում նրա աշխարհընկալումը այսպես ասենք երկպլան է, այսինքն բառի իրական կամ օբյեկտիվ նշանակությունը եւ նրա իմաստային, այսինքն բառի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, այսինքն այդ բառի այսինքն բառը իրական աշխարհում, որը ժամանակն է եւ բառի իմաստը, որը նրա մետաֆիզիկական, այսինքն նրա նախասկզբի բախումն է, եւ այս երկուսի բախումը, այդ երկշերտը ձևավորում է բառի ընկալման, այսպես ասենք, ինչպես մի միստերիա, որը հետագայում ինքը անվանեց Գողգոթայի միստերիա։ Այսինքն մի շատ կարևոր հարց է այստեղ ծնվում, քո եւ հիմա մեր զրույցը նաեւ բնականաբար մենագրության ընթերցումը այդ հարցը ծանել եմ, ես ուզում եմ այսօր տամ։ Մանավանդ զուգահեռի մեջ դիտելով եւ այս մենագրությունը եւ դեր նախորդ մենագրությունը Հակոբ Մովսեսի մասին։ Տես, երկու դեպքում էլ գործ ունենք գրողների հետ, որոնք պոետների հետ, որոնք նաեւ յուրօրինակ տեսաբաններ են։ Այո։ Ահա։ Հիմա եւ գրքում եւ հիմա մեր զրույցում անդադ մեջ բերում եք կամակ թե ակամա Էդոյանի հոդվածներից մտքեր, գրքում դե բնականաբար ավելի շատ եւ ավելի շատ Էդոյանի, քան ինչ որ այլ տեսաբանների կամ գրականագետների։ Նույն պատկերը նկատելի էր նաեւ Հակոբ Մովսեսի գրքում, որտեղ Հակոբ Մովսեսը տեսական հոդվածներ ունի, մեծ հարցազրույց ունի, աղմկարույց, որտեղից կարելի է տեղեկությունը քաղել։ Հիմա իմ այսպես հարցը հետեւյալն է. պատկերացումը նրանց պոեզիայի մասին ձևավորելու, հա, մեզ համար, քեզ համար, ինձ համար, արդյոք նրանց այդ տեսական հոդվածները չեն խանգարում, որովհետև որոշակի առումով պարտադրանք են։ Իրենք են ըստ ամենայնի ձևաբանում, թե ինչպիսինն է իրենց պոեզիան, եւ մենք ստիպված ենք գրում ենք ոչ թե մեր տեսածի մասին կամ ընկալածի, այլ թե ինչպես են իրենք ձևաբանել։ Քեզ չի խանգարել էս մոտեցումը։ Մենք նկատի ունեցեք, որ մենք գործ ունենք գրապատմական շրջանի հետ եւ իրենց բանավեճը գործ ունենք։ Եվ իրենց բանավեճը երկխոսությունը, այսպես դիալոգիզմը, ունի ներքին եւ արտաքին շերտեր։ Այսինքն արտաքինը զուտ այդպես ասենք, հա, ուղղված է մշակույթին, որը կարող է խոսել հոդվածների եւ այսինքն նրանց տեսական իրենք չեն պարտադրում, ասենք ինչ որ չէ, ինձ որ դե բնական է որ չեն պարտադրում, դա խոսքը հետեւյալի մասին է, որ մենք գործ ունենք, ասենք, մի գրապատմական process-ի հետ, որ իսկապես ունի ներքին բարդություն եւ այդ ներքին բարդությունն էլ ունի ներքին շերտավորումներ, այդ ներքին շերտավորումների, այսպես ասենք, հանգույցներում մենք գործ ունենք պոետական արտահայտությունների եւ ինչու՞ չէ նաեւ ընդհակառ
հակառակը համաշխարհային գրականության պատմությունը այն հեղինակները, որոնք որ եկել են իրենց տեսական աշխատություններով, եկել են նաև այսպես իրենց փիլիսոփայական, գեղագիտական հետազոտություններով եւ գրական ստեղծագործություններով, սրանք բացառիկ հեղինակներ են։ Մեր գրականությանը հենց պակասում է դա, այսինքն պակասում է այդ գեղագետ, էսթետ, հա, նաև միաժամանակ բանաստեղծ, այսինքն այսօրվա գրականությունը, Էդոյանն ինչպես է 20-րդ դարի գրականությունը ինտելեկտի գրականություն, այսինքն սա ինտելեկտի գրականության ճանապարհ է, որը որոնում է բառ, իսկ բառի մեջ այդ աշխարհի կոնստրուկցիա, այսինքն բառ կոնստրուկցիա, աշխարհ, մշակույթ, այսինքն պոեզիային իբրև մշակույթի ընկալում այդ գաղափարը։ Մեր գրականության մեջ իհարկե կան, ինչպեսին ասենք Տերյանի հայ գրականության գալիքորը Չարենցի հոդվածը Պարս Սևակի հոդվածը, այսինքն հանուն եւ ընդդեմ եւ մի քանի հոդվածներ։ Դրանք բացառիկ նկատի ունեի, որտեվ տես օրինակ նույն հիմա բերում ես Չարենցի կամ Սևակի օրինակները։ Եթե համաշխարհային գրականության մեջ համաշխարհային չէ, երբ որ Սևակի, Չարենցի պոեզիայի տվյալ շրջաններ են, շրջանում որ երբ որ գրվել են այդ հոդվածները, հա, ասենք երկու աշխարհի սահմանագծին, ինչ պետք է լինի ադիայի բանաստեղծությունը, հանուն եւ ընդդեմը, չէ։ Մենք փորձում ենք, տեսնում ենք մի տեսակ ուրիշ բան, օրինակ բայց քանի որ Չարենցն ասել է, որ դա արել է այս նպատակով, մենք սկսում ենք դա տեսնել, հա։ Ես իմ խոսքը նրա մասն էր, այդ Էդոյանը գիրք ունի, որը գրքում լավ վերլուծված է, պոեզիայի երկակի տեսողությունը։ Արդյոք սա չի ապահովում այդ երկակի տեսողությունը։ Ինքը գրում եւ բացատրում է մեկ այլ բան, մենք տեսնում ենք մեկ այլ բան, բայց ստիպված բացատրում ենք իր տեսածով։ Չէ, այդպես չի, որովհետև իր աշխարհայացությունը ասենք վերադառնանք 70-ական թվականների սկիզբը եւ երկու երիտասարդ, մեկը թե ինչպես անհետացավ բանաստեղծությունը, մյուսը ահա բարի որոնումը, որ այդ հոդվածները, որոնք պաշտպանական էին, վերաճում են ինչի հանգանակի։ Այսինքն դրանք վերաճում են գրական հանգանակների եւ ձևավորում են պոետական համակարգեր, ուղղություններ մեր գրականության մեջ, այսինքն հոսանքներ են։ Ինչ որ փորձառություն կա այդ հոդվածների ներսում։ Պարադոքսը այն սրա մեջ է, ի վերջո այդ ամբողջ հեղեղի, այսինքն հայրենիքի եւ պոեզիայի նույնության հանկարծ հայտնվում են եւ ասում են թե պոեզիա հայրենիքը ուրիշ է, այսինքն մենք պետք է որոնենք պոեզիայի մեջ, պոեզիայի էության մեջ, բառի գենետիկայի մեջ եւ այդ բառի գենետիկան ունի տարբեր դրսևորումներ, այսինքն բառը ինքը այսպես ասենք հաղորդակցականից մինչեւ նրա բանի սեմանտիկական ոլորտը, հոգեբանական ոլորտը եւ այդ ներքին շերտավորումների մեջ այդ կոնստրուկցիան վերաճում է ինչի, Էդոյանի պոեզիան վերաճում է մետաֆորի, այսինքն գաղտնիքը ճանաչելու, դրա միջոցով գաղտնիքը արտահայտելու։ Պոեզիայի հիմնական նպատակը ինքը անվանում է մետաֆորային, դրա համար նույնը, ասենք այդ շրջանի քննադատը անվանեց մետաֆորային, իսկ ես նրա ստեղծագործությունը, քանի որ վերլուծում եմ այդ համակարգերի մեջ եւ այդ համակարգերին կանդրադառնամ շատ կարճ, այսինքն դա անվանում եմ ինչ հավասարակշռության տեսություն, որը վերաբերում է, եթե սկզբնական շրջանում Էդոյանի պոեզիայի որոնման հիմքը բառն է, այսինքն տես անդրադարձումներ, այսինքն ինչպես է անդրադարձնում ժամանակը բառի այսինքն այդ երկպլան համակարգում նաև իմաստի այդ երկուսի, այսինքն բառը արտացոլում է ժամանակը եւ հակարտացոլվում է խոսքի մեջ։ Հիմա ինչա դառել։ Հիմա տեսեք ինքը երբ ասենք այդ բառի միջև ասենք այժմ մեջ, այսինքն 20-րդ դարավերջի ժողովածուները, անդրադարձությունները, տեսեք բառի երկրային ժամանակ, այժմ եւ միշտ այդ փոխակերպությունները բառի ներքին, այսպես ասենք, ահա արտահայտվում են այդ ժողովածուներն, իսկ 2000 արդեն 21-րդ դարին 3 օր առանց ժամանակի ինչ է նշանակում 3 օր, այսինքն եթե չկա բառը, եթե չկա մշակույթը, բացակայում, այսինքն բառն է այն իրականությունը, որի վրա կա ժամանակը, բայց այդ ժամանակը այդ իրական ժամանակն է, այդ իրական ժամանակը ներքին առումով պարակտված է ինչով, պարակտված է իր ներքին, այսպես ասենք, իմաստներով, նրա սեմանտիկական, այսպես մետաֆիզիկական նախահիմքով, այդ երկուսի բախումը արտացոլումը եւ հակարտացոլումը խոսքի մեջ, արդեն վերաճում է մի ուրիշ գաղափար, այսինքն եթե չկա բառը, չկա ժամանակը։
Եթե չկա բառը, չկա մշակույթ է, եւ եթե բացակայում է մշակույթը, ապա ի՞նչն է, այսինքն ինչը չկա, արդեն ժամանակը չկա, այդ 3 օր առանց ժամանակի, որը իհարկե իր հիմքով ավետարանական է, բայց դա բարձր աշխարհի եւ ցածր աշխարհի այդ փոխներ թափանցման խնդիրն է, որպեսզի ես չերկարաբանեմ, ասեմ հետեւյալը, որ Էդոյանի խնդիրը բառի որոնման այդ գաղափարի մեջ ոչ թե այն է, որ այդ վերինը կամ այդ խաչելության Գողգոթայից իջեցնի հողին, այլ ընդհակառակը բառը մշակույթը բարձրացնի ինչին այդ հարության ոլորտ, այսինքն նախահիմքի աստվածայինի արարչականի ոլորտ, այսինքն որը տանում է երրորդ գաղափարի, այսինքն գրքի գաղափարին, տես Չարենցի, տես երկուսն, այսինքն ինքը երազում է մի գիրք, տեսեք մշակույթը անկման մեջ է, այսինքն 3 օր առանց ժամանակի կանգ առես աստեղ եմ, բայց ելքը որն է, այդ գրքի գաղափարն է, գիրք, որը ոչ ոք չի գրել, ոչ մի ձեռք չի տի կապել, եւ ինքը ուզում է իրեն այդ գիրքը իր բնակավայրն է, իր տունն է, որը երազանք է, մեր գրականության համար երազանք է, չէ՞, գրքի գաղափարը, որը մշակույթի գաղափարն է, մշակույթը, որ 20 մեր ժամանակն է։ Այսինքն Էդոյանը, ասենք, նաև այդ բառի ոլորտը ժամանակի ոլորտ, այսինքն նա տեսնում է եւ անկումը, այդ անկումից, այսպես ասենք, հարություն առնելու ճանապարհը, որ արվեստի ճանապարհն է, սա է արվեստի խնդիրը, սա է հանուն գրականության, սա է պոեզիայի ոգու, սա է համաշխարհային ոգու խնդիրը, որը դրվում է Էդոյանի պոեզիայում, եւ դա բարեբախտաբար ունի գեղագիտական, փիլիսոփայական բարձր մակարդակ եւ փայլուն իրացված է եւ դու էլ գրքում փայլուն վերլուծել ես ուրեն այդ սա համակարգերը եւ այլն գիրքը կարդալուց ինձ մի բան էր միշտ հուզում այդ հուզմունք բառը օգտագործեցի եղել են դեպքեր որ ես Էդոյանի պոեզիան կարդամ այդ հույզեր ապրեմ եւ այլն էլի բայց ես երբ որ մենագրությունը կարդում եմ քո այնտեղ ես գործ ունեմ բացարձակապես համակարգերի երևույթների վերլուծության հետ ահա այս բառով սա է կառուցվում, այս տեսությամբ սա է կառուցվում, այս բանաստեղծությամբ սա է կառուցվում եւ հույս չտեսա ընդհանրապես կառուցվում է հանուն ինչի սուրեն այդ ամեն ինչը այդուհանդերձ դեք Էդոյանի աշխարհընկալման հիմքը մշակույթն է պոեզիայի մշակույթը մեր այդ գործունի այդ մարդ հա չէ մշակույթը մեծ այսինքն դա մեծ ժամանակի ընդգրկումն է այսինքն դա ժամանակների միասնության է բառը տարածությունն է մշակույթի այսպես բառը ժամանակն է այսինքն նրա ձևավորած գաղափարը ընդհակառակը հենց այդ 70-ականների բառի որոնման հիմքում ինչն էր դա հարթ պոեզիայի մերժումներ, լոկալ, ինչպես Տերյանն ասում, ազգային կճեպից դուրս գալու եւ ստեղծելու համաշխարհային պոեզիա։ Համաշխարհային պոեզիայի այսօրվա ընթացքն էլ գիտեք, այն եկին, եթե համեմատենք, այսպես ասենք, ես չեմ շղթում 50-60-ականները, բայց այնտեղ խնդիրներ կան, այսինքն երբեմն խոսքի ոլորտը իջեցնելու միջև աշխուղականի այսինքն այդպես խնդիրներ ես չի ուզի տենց շատ կտրուկ հակադրություն անել կտրուկ հակադրությունը չէ խնդիրն այն է որ այստեղ կա բան մի խնդիր պոեզիայի գենետիկայի խնդիրը ինչպես է ընկալում այս նոր գրական ժամանակաշրջանը սա վերաբերում է ժամանակաշրջանի ոչ միայն Էդոյանին եւ Հակոբ Մովսեսին էլ ասացի Հովհաննես Գրիգորյանին էլ ուզում եք Արմեն Մարտիրոսյանի օրինակ ուզում եք վերեք ասենք թե Թամրազյանի չէ որ ասենք նա ներքին աշխարհը չի էլ կտրվում այդ իր նախահիմքից անverջ շարահարվում է շարունակվում է բայց Էդոյանի պոեզիան ասենք ի տարբերություն այս ուղղության հեղինակների ինքը ունի բառի այդ ներքին եւ արտաքին, այսպես ասենք ներքին եւ արտաքին բախումների, այսինքն նոր աշխարհի հայտնաբերման, գրքի հայտնաբերման եւ նրանք ընդհակառակը հիմա պոեզիան եւ մուսան այսինքն մուսան եւ զգայական աշխարհը նույնն է, այսինքն այն ինչ որ գալիս է դասական գրականությունից, իսկ այս նոր պոետական շրջանը, դե ասում եմ մուսան չի կարող բարձրահարկում բնակվել Սուրեն որպես ամփոփում մեր զրույցի իհարկե նրանք ովքեր կկարդան քո մենագրությունը շատ ավելի լայն եւ խոր գաղափար կունենան այդ բոլոր համակարգերի մասին, որտեղ իսկապես փայլուն ես վերլուծել, բայց այդուհանդերձ որպես ամփոփում կարճ
այսքան բանը իմանալով, հա, քո մենագրությունը կարդալով, այդուհանդերձ ինչպես վերաբերվել Էդոյանի պոեզիային, ավելի շուտ ինչպես հարաբերվել այդ պոեզիայի հետ, հա, երբ որ դու չունես գիտելիքների, տեսական, մնացած այն մակարդակը, որով քո մենագրությունը հատկանշվում է, ինչպես հարաբերվել այդ պոեզիայի հետ այդուհանդերձ։ Դե սա տասնամյակներ են, որ տևում է այդ բանավեճը։ Մենք էլ ենք ուշ հասկացել, հա, ուշ ենք հարաբերվել։ Այսինքն այ ուշ հարաբերվելն է։ Երևի դա ես երևի ինչ որ ծայրահեղ օրինակ բերեմ, կարծում եք, որ երբ Նարեկացին իր մատյանն էր գրում, հասկանում էին, թե այսպես հույսը դնում ենք դարերի վրա։ Չէ, դարերի վրա չի, խնդիրն այս չի։ Հիմա մենք եկել ենք։ Դու եկել ես, ես եկել եմ։ Հա մենք քիչ ենք։ Եթե նույնիսկ, բայց արվածը ֆունդամենտալ է։ Մնացածը արդեն շարունակողներն են, ովքեր որ գրականագիտության մեջ եկել են բանասիրություն հիմնելու, նրանք կարող են ինչ-որ բան սովորել։ Իսկ մենք զուտ խնդիրը տեղափոխում ենք ուր գրականագիտության ոլորտ։ Այսինքն գրական ըմբռնումների, պոեզիայի գենետիկա, այս հարցադրումներ, թե գրապատմական ընթացքը ինչպիսի զարգացում ունի եւ ինչպիսին է այս մշակութային շրջանը, որ արդեն ամբողջական է։ Մենք մի խնդիր ունենք, թե ինչպես անենք։ Դա իմ ցանկություններն է, իմ երազներն է, որ ի վերջո այս մարդիկ ապրել են մի ամբողջ դարաշրջան եւ ստեղծել են ժողովրդի մշակույթը, որը համաեվրոպական մշակույթի մաս է։ Ինչպես անենք, որպեսզի այդ մշակույթը հասնի, այո, ընկալվի։ Այս հիմա մենք այդ ժամանակն ենք ապրում, այսինքն ընկալվի, հասնի։ Եթե կարծում եք, որ ասենք Հենրիկ Էդոյանին կամ Դավայանին կամ չգիտեմ Հակոբ Մովսեսին կամ Հովհաննես Գրիգորյան, եթե կարծում եք, որ ըմբռնում են, սխալվում ենք։ Այսինքն մենք գործ ունենք մի ամբողջ պատմաշրջանի խնդիրների եւ եթե մեր ձայնը այսօր նվազ է, դա գուցե ընթացքը գուցե փոխվի վաղը եւ հուսանք շնորհակալություն Սուրեն, շնորհակալություն պարոն Աբրամյան, ես այսպես գորդորեմ էլի մեր ռադիո լսողներին, անպայման կարդացեք Հենրիկ Էդոյանի պոեզիան, եթե դժվարանաք անպայման բացեք եւ կարդացեք Սուրեն Աբրամյանի մենագրությունը Հենրիկ Էդոյանի մասին։ Նոր լեզվով պետք է ընկալել, ոչ թե այն լեզվով, ինչ որ նախորդ տարի գրականագիտության քննադատության ավանդույթներ։ Սա էլ է նոր։ Այո։ Մեզ ընկալնելն էլ նոր է։ Համաձայն եմ, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արքմենիկ Նիկողոսյանը զրուցում էի գրականագետ Սուրեն Աբրահամյանի հետ, մեր զրույցի թեման նրա մենագրությունն էր։ Հենրիկ Էդոյան, Խոսքն իմ հենարանն է վերնագրով, լավ եղեք։